Սա ոգու և ճշմարտության Հայաստանի Հանրապետության քաղաքացու արշալույսն է և մեզ հետ այսօր հեռավոր Սփյուռքից եկել է մեր հայրենագիծը, ով հացադուլի օրերին ուրախ և տխուր պահերին իմ կողքը եղել է։ Ամերիկայի հայ իրավապանների միության նախագահ Գարո Ղազարյան, ողջունեք։ Սիրելի հայրենագիծներ, փետրվարի 18-ին Հայաստանի ժողովուրդը կամքի աննախադեպ ցուցադրությամբ ընտրեց Ռաֆի Հովհաննիսյանին իբրև իր հաջորդ նախագահ։ Դուք կվերագրեցիք չնայած անհավասարությանը, հետապնդումների, սպառնալիքներին և քայքայությանը։ Հայաստանի ներկա կառավարությունն այժմ ժխտում է Ռաֆի Հովհաննիսյանի հաղթանակը։ Տարիներ շարունակ Հայաստանի ժողովուրդը քննադատվել է շատերի կողմից այն բանի համար, որ չկարողանալով դեր կանգնել իր իրավունքներին, այժմ դուք ոտքի ելած և թելադրած եք ձեր կամքը։ Հիմա ժամանակն է, որ Սփյուռքը իր դերը խաղա։ Հայ իրավապանական միությունը Սփյուռքին, միացեք հայ ժողովրդին և պատրաստակամություն հայտնեք անելու անհրաժեշտ ամեն բան իրավական ճանապարհով դեր կանգնելու ժողովրդի ձայներին։ Մենք Հայաստանի ապական փոխելու եզրին ենք։ Ժողովրդի կվեն պետք է կառավարի։ Այն անցնում է բոլոր սահմանները, ներառյալ քաղաքական կողմնորոշումները։ Մենք պետք է միավորվենք։ Մենք պետք է ոչ միայն միավորվենք միմյանց հետ, այլև ստիպենք նրանց, ովքեր դիմադրել են ճշմարտությանը, ընդունել են այն և միանալ մեզ։ Հայաստանի ժողովուրդը շատ երկար է տարապել, զորացնելով նրանց, մենք կզորացնենք Հայաստանը, կզորացնենք ժողովրդավարությունը և կզորանանք մենք ինքներս Հայաստանում և Սփյուռքում։ Մենք գոչ ենք անում Հայաստանի Հանրապետությանը ապահովել օրենքի գերակայություն և հարգել իր ժողովրդի ձայնը Ռաֆի Հովհաննիսյանին հայտարարելով իբրև 2013 թվականի նախագահական ընտրությունների հաղթող։ Մենք շնորհավորում ենք համայն հայ ժողովրդին, ինչպես նաև համայն հայ ժողովրդի նորընտիր Ռաֆի Հովհաննիսյանին իրենց հաղթանակին արդիվ։ Մենք ոչ ենք անում Սփյուռքի բոլոր քաղաքական կուսակցությունների, միությունների, համայնքների, դպրոցների և բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներին միանալ նորընտիր նախագահ պարոն Ռաֆի Հովհաննիսյանին և նրա պայքարին և հայ ժողովրդի պայքարին
մարմնավորելու հայ ժողովրդի կամքը։ Մենք հաճախ վանգարկում ենք հայոց ցեղասպանության ժխտումը նույնն է, ինչ քովերքումը։ Այժմ ժամանակն է, որ մեզանից յուրաքանչյուրը որոշի ընդդիմանալ, թե քովերքել Հայաստանի ժողովրդի կամքի հանդեպ ներկայիս կառավարության կողմից դրսևորող բացարձակ անդարբերությունը։ Մենք պետք է ինքներս մեզ հարցնենք, թե արդյոք մենք ընտրում ենք քաղաքացիական իրավունքներին և ազատություններին դեր կանգնելու ճանապարհը, թե նախընտրում ենք լրություն պահպանել։ Յուրաքանչյուր հայորդի Հայաստան տեսփյուկ պետք է միանալ գործելու այս կոչին, քանզի այն զուգամիտվում է ազատ կամ մարտահայտվելու մեր ունակության էությանը։ Հայաստանի ժողովուրդը մասնավորապես ունի ազատ կամ արտահայտության իրավունք։ Նրան դա կատարել է։ Այժմ մենք Սփյուռքի մեջ և Հայաստանի մեջ պետք է ապահովենք, որ նրանց կամքը հաշվի առնվի։ Շնորհավոր ձեր բոլորին և մեր բոլորին։ Շնորհակալություն։